Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տոկոսով են տեղյակ, քանի որ մենք դիմել ենք էկոնոմիկայի նախարարին, փոխնախարարի միջոցով, մեզ ասել են, որ գործով զբաղվում են, այդ հարցով զբաղվում են, այո, բայց արդեն շուրջ մի ամիս է մեր առաջի մեքենան կանգնած է Վրաստանում, ոչ մի պատասխան չկա, այսինքն ոչ մի լուծում չկա, այս պահին մենք ունենք 5 մեքենա կանգնած Վրաստանի Թիֆլիսի ինչ-որ գեզի կարծեմ, գեզի տերմինալում։ Այսպիսի նախադեպ եղել է երբևէ։ Ոչ մի անգամ չի եղել սենց բան։ Ինչով եք պայմանավորում։ Մենք չենք հասկանում, ուղղակի անհասկանալի է, ոնց կարելի է տարանցիկ բեռը մաքսային պլոմբաները փոկել, ինչ-որ նմուշարում անել եւ պահել ամսից ավել կամ մի ամիս։ Այսինքն նաև քաղաքական ենթատեքստ եք տեսնում։ Ես ուղղակի չեմ կարող հասկանալ, դրա համար եկել ենք դեսպանի մոտ հարց տանք, պատասխան ստանանք։ Մեր նախորդ զրուցակիցը նշեց, որ կան ընկերություններ, արտադրող եւ արտահանող, որոնց մեքենաներին թույլատրվում է անցնել, նշվեց նաեւ նոյ ընկերության մասին, ինչ կարծես, սա ինչով է պայմանավորված։ Ես տես մանրամասները չգիտեմ, բայց կոնկրետ գիտեմ, որ ծաղիկ արտադրողներ, ծաղիկ արտահանողների մեքենաներ կանգնացրել էին, հետո մի քանի ժամանակ հետո բաց էին թողել, երևի պայմանավորվել էին ինչ-որ ձևով։ Ուրիշ գործարարների մասին չեմ կարող ասել, քանի որ հստակ ինֆորմացիա չունեմ։ Ծաղիկի մեկ է փայլատի տեղի մասին գիտեմ, եղել եմ ձեր դեպքում։ Եվ ձեր ֆինանսական կորուստը այս ընթացքում որքան է կազմել, եթե նկատի առնենք, որ ընկերությունները, արտահանող ընկերությունները բեռնափոխադրողներին օրվա կտրվածքով կանգնելու համար գումար են վճարում։ Նայեք, ֆինանսական կորուստը հենց այդպես չես կարող հաշվարկել։ Մենք $100 ամեն մեքենային օրական վճարում ենք կանգնած, բայց բեռը որ չի հասնում հասցեատիրոջը, մի որոշ ժամանակ հետո մեր ռուսական ընկերությունները, պարտներները կարող է հրաժարվել մեզանից։ Դատարկ փոխկա չպետք է լինի, այսինքն իրանք մեզ կարող է փոխարինեն ուրիշ արտադրողով հայկական կամ ոչ հայկական։ Եվ այդ վաղ արդեն մեր կորուստները անհասկանալի կլինեն, ահռելի կլինեն։ Այստեղ նաև տարանցիկ երկիրը մնշարում է անում հետագա փորձաքննության համար, սա որքանով է հիմնավորված։ Նայեք, ինչքանով ես գիտեմ, այդ կարա լինի մենակ այն դեպքում, երբ որ կա հստակ ինֆորմացիա, որ մեքենայի մեջ կա կոնտրաբանդա։ Ներեք, ոնց որ ուզում են ընդունել, կարող է։